Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը կրկին հայտնվել է հանրության ուշադրության կենտրոնում, այս անգամ իր նոր հրապարակման շնորհիվ։ Նա սոցհարթակում կիսվել է երիտասարդ կնոջ հետ լուսանկարով, որին կից գրառում է արել՝ բավական խորիմաստ և խորհրդավոր։ Քո խնդիրը սրբընտրելը չէ, այլ քո ներսում այն բոլոր պատնեշները գտնելը, որոնք դու կառուցել ես դրա դեմ։ Հրապարակումը շատ արագ տարածում է գտել համացանցում, առաջացնելով ակտիվ քննարկումներ։ Հատկանշական է, որ դերասանը նմանատիպ հրապարակումներ սկսել է անել միայն վերջերս, այն բանից հետո, երբ իր հարցազրույցներից մեկում խոստովանել էր, որ որոշ ժամանակ առաջ բաժանվել է նախկին կնոջից։ Այդ հայտարարություններից հետո նրա անձնական կյանքը կրկին դարձել է հանրային քննարկման թեմա։ Նշենք նաև, որ Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդման շրջանակներում դերասանը խոսել է իր և Ալիս Կապլանջյանի բաժանման մասին, նշելով, որ նոր հարաբերությունները որևէ կապ չունեն այդ որոշման հետ։ Միևնույն ժամանակ Ալեքսանդրը խոսել է նաև իր նոր երիտասարդ սիրելիի մասին, ինչն անմիջապես հետաքրքրության ալիք է բարձրացրել հանրության շրջանում։ Star News-ը հետևել է դերասանի ինստագրամյան էջին և հայտնաբերել լուսանկար, որտեղ նա իր սիրելիի հետ է։ Զույգը համատեղ կադրեր է հրապարակել ևս մեկ անգամ հաստատելով իրենց հարաբերությունները։ Իսկ արդեն Ամալիա Հովհաննիսյանի Life Room հաղորդման շրջանակներում դերասանը խոսել է իր և դերասանուհի Ալիս Կապլանջյանի բաժանման մասին։ Մենք երկար եկանք այդ որոշմանը, դա մեզ շատ ծանր տրվեց։ Գրեթե 50 տարի միասին ապրեցինք և պարզվեց, ինչ-որ բաներ կան չասված, կիսատ մնացած։ Հասկացանք երևի ճիշտ կլինի, որ առանձին ապրենք։ Բաժանումից հետո մոտ 1 տարի ես մենակ էի ապրում։ Իհարկե մի քիչ ծանր է մենակ լինելը։ Չգիտեմ կնոջ համար ինչպես է, բայց հատկապես տղամարդու համար շատ դժվար է։ Սակայն կարծում եմ մենք ճիշտ որոշում ենք կայացրել, որովհետև անընդհատ վիճելն էլ մի կյանք չէ։ Ասեկոսեներ էին պտտվում այն մասին, որ դերասանը բաժանման որոշման է եկել է երիտասարդ կողակցի հետ նոր հարաբերություններ ունենալու ֆոնին։ Ինչի մասին նա անկեղծ խոսել է։ Չէ, մեկը մյուսի հետ կապ չուներ։ Մեր հարաբերությունները շատ հետո սկսվեցին։ Կարծում եմ գոնե առայժմ մենք լրացնում ենք իրար։ Երկուսս էլ ազատ մարդիկ ենք, այնպես չէ, որ պարտավորություններով ծանրաբեռնված ենք։ Ինքն իր երեխաներին է նվիրված, ես իմ երեխաներին և մենք բավական համերաշխ ենք։ Եվ հա, մենք իրար հետ ենք։ Շատ կարևոր է կողքիդ ունենալ մի մարդու, որը քեզ հասկանում է և որին դու ես հասկանում։ Մենք լրացնում ենք իրար։ Զրույցի ընթացքում Ալեքսանդր Խաչատրյանը խոսել է նաև կյանքը ԱՄՆ-ում զրոյից սկսելու մասին։ Դժվար է, մանավանդ երբ դու մենակ չես, երբ ընտանիքիդ հետ ես և երեխաների հանդեպ մեծ պատասխանատվություն կա։ Իմ մեծ աղջիկը երկար ժամանակ ինձ մեղադրում էր, թե ինչու իրեն բերեցի Ամերիկա։ Իհարկե, երբ լսում էի դա, ինքս էլ էի ինձ մեղադրում։ Դրանից մի քանի տարի անց համալսարանն ավարտելուց հետո երկու քույրերով եկան Հայաստան։ Եվ երբ նրան հարցրի, դե ոնց էր Հայաստանում, ասաց՝ պապ, ես իմ ընկերներին չէի հասկանում, նրանց մտածելակերպը չէի ընկալում։ Ես երևի ճիշտ տեղում եմ։ Իսկ փոքր աղջիկս ուսանող ժամանակ՝ պապ, կրթությունս այստեղ կստանամ, բայց Ամերիկայում չեմ ապրի, կգնամ Հայաստան։ Իհարկե, ասեցի, աղջիկս քո կյանքն է, քո ընտրությունը, ինչպես կուզես։ Այդպես էլ արեց և արդեն 10 տարուց ավելի է Հայաստանում է ապրում, շատ գոհ է ու երջանիկ։ Երբ հնարավորություն եղավ կրկին Հայաստան գալու, հասկացա, թե ինչքան եմ կապված իմ երկրի հետ, ինչքան են իմ արմատները հզոր ու ամուր այստեղ։ Գիտեք, մարդն արժևորում է իր ունեցածն այն ժամանակ, երբ կորցնում է։ Չէի պատկերացնում, որ այսքան կապված եմ իմ երկրին, ինձ համար Հայաստանն ամեն ինչ է։ Գիտեք, ամեն պարագայում պիտի ապրես և ինչքան արդյունավետ ապրես, ինչքան կենսունակ լինես, այնքան լավ առաջին հերթին հենց քեզ համար։ Իհարկե Անին, նկատի ունենալով իր կյանքի նոր կնոջը, դերասանն ասաց. Անին իր դերն է ունեցել այդ ամեն ինչում, բայց կարծում եմ իմ բնավորությունն էլ, որ բերել է ինձ այս հոգեվիճակին, որից ես դժգոհ չեմ առայժմ։ Կարծում եմ պետք է ապրել և առավելագույնը տալ կյանքին այն, ինչ կարող ես։ Երբ նոր էի տեղափոխվել Միացյալ Նահանգներ, այդ շրջանում փորձում էի կայանալ այստեղ։ Ես ունեի 2 երեխա, որոնց պետք էր կրթություն տալ, ապահովել ամեն ինչով։
Աշխատում էի ինձ համար օտար մասնագիտությամբ, բայց ուրիշ ելք չունեի, պետք է աշխատեի։ Աշխատում էի ոսկերչական բիզնեսում եւ առաջին հնարավորության դեպքում, երբ ստացա այն փաստաթղթերը, որոնք պետք էր Հայաստան վերադառնալու համար, 6 տարի անց վերադարձա։ Օվկիանոսից այն կողմ հաղորդման շրջանակներում պատմել էր դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ում խոսքով ԱՄՆ մեկնելու հիմնական պատճառը երեխաներին կրթության տալն է եղել։ Ես գիտեի, որ իմ մասնագիտության առումով այստեղ ծանր է լինելու, որովհետև կապված էր լեզվի հետ, իսկ ես լեզուն չգիտեի։ Այդ տարիքում զրոյից սովորելը դժվար էր, բացի այդ այստեղ բարդ է մտնել այդ ասպարեզ, որովհետև շատ փակ է ու մեծ գումարների հետ է կապված։ Առաջին անգամ Հայաստան գալուց հետո գրեթե ամեն տարի գալիս էի ու պատճառ էի փնտրում, ուզում էի գտնել մի բան, որն ինձ կկապի Հայաստանի հետ։ Հող գնեցի, այգի հիմնեցի, հետո Հայաստանում ինձ հրավիրեցին նկարահանվելու սերիալում, ինչի համար շատ շնորհակալ եմ։ Ես նկարվեցի ու դրանից հետո ամեն ինչ փոխվեց։ 1 տարի էլ պահեցի ոսկերչական բիզնեսը, բայց քանի որ շատ էի լինում Հայաստանում, արդեն անիմաստ էր այն պահել։ 7-ից 8 տարի մասնագիտական առումով ոչինչ չանելուց հետո ես էլ էի փոխվել։ Զգում էի, որ մեջս շատ բան է կուտակվել ու ուզում եմ դուրս տալ այդ ամենը։ Եվ եղավ վերադարձ դեպի մասնագիտություն, դեպի հայրենիք։ Պատմել էր Ալեքսանդր Խաչատրյանն, ում կարծիքով դեռ իր կյանքում ամենակարևոր ու լավ դերը չի խաղացել։ Դեռ կխաղամ այն դերը, որը շատ պետք կլինի հայրենիքիս, նշել էր նա։ Դերասան Ալեքսանդր Խաչատրյանը, ով հանրությանը հայտնի է մի շարք ներկայացումներից, գեղարվեստական ֆիլմերից եւ իհարկե ժամանակակից սերիալներից, արդեն 2 տարի է Հայաստանում է։ Ժայռը, լքված հեքիաթների կիրճը, կարծր ապար, Անուշ մայրիկը, Բաղդասարը բաժանվում է կնոջից, Մխիթար Սպարապետ, Խնձորի այգին, Ճանապարհ դեպի Սասունցի Դավիթ, Տերը։ Սրանք նրա մասնակցությամբ նկարահանված ֆիլմերի մի փոքրիկ ցանկն է։ Հասարակության լայն շերտերին ծանոթ են հատկապես սերիալները, որտեղ դերասանի կերտած կերպարները մինչ օրս հիշվում են։ Դրանք են Կյանքի գինը, Վերադարձ, Կյանքի գինը 2, Ամերիկյան պատմություն, Առաջնորդները։ Իսկ Վերջին բնակիչը ֆիլմում նկարահանվելուց հետո սիրված դերասանը շարունակում է նկարահանվել Առաջնորդները հեռուստասերիալում։ Թե ինչ ծրագրեր ունի եւ ինչպիսին է նրա առօրյան սերիալներից դուրս, այս եւ այլ հարցերի շուրջ նա անկեղծորեն խոսել է։ Պարոն Խաչատրյան, ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի Վերջին բնակիչը ֆիլմում գլխավոր դերակատարներից մեկն եք եղել։ Ինչի մասին է ֆիլմը։ Ֆիլմը հոգու մասին է, մարդ լինելու եւ մարդ մնալու մասին է, մարդկային արժանապատվությունն ու դեմքը չկորցնելու մասին է, անկախ ազգությունից եւ կրոնական դավանանքից։ Եղել են դերեր, որտեղ արժանացել եք քննադատության, եւ ինչպես եք վերաբերվել դրան։ Թատրոնում եղել են դերեր, որ ասեմ խիստ քննադատության եմ արժանացել, չի եղել, իսկ նորմալ քննադատությանը նորմալ եմ վերաբերվում։ Որ սերիալն է ձեզ ավելի հոգեհարազատ։ Կյանքի գինն էր ինձ հարազատ, եւ շատ հոգեհարազատ է Վերադարձը։ Բոլոր այն դերերը, որտեղ կան քաղաքացիական դիրքորոշում, ինձ համար հարազատ են։ Այժմ նկարահանվում եք Առաջնորդները հեռուստասերիալում։ Նկարահանումների ավարտից հետո ինչ ծրագրեր ունեք։ Կմնաք Հայաստանում, թե կմեկնեք Ամերիկա։ Այժմ ես ծրագրեր չունեմ։ Իմ մասնագիտությունը այնպես չի, որ ինքս որոշեմ եւ անեմ։ Շատ գործեր կան, ծրագրեր էլ կան իրականացնելու։ Քանի որ դրանք ընթացքի մեջ են, դրա համար խոսել ծրագրերի մասին վաղաժամ է։ 2 տարի է ես Հայաստանում եմ եւ այստեղ ավելի շատ եմ ապրել, քան Ամերիկայում։ Երբ ինձ ասում են դուք Ամերիկայում եք ապրում, ես զարմանում եմ։ Իհարկե հնարավորություն ունեմ Ամերիկա գնալ գալու, բայց ապրում եմ Հայաստանում։ Ես այստեղ ոչ բնակարան ունեմ, ոչ էլ ավտոմեքենա, ապրում եմ Վարձով։ Կարպի համայնքում այգիներ ունեք, զբաղվում եք այգեգործությամբ, շփվում եք գյուղացիների հետ։ Դա իմ հայրենի գյուղը չի, բայց ես գնում եմ գյուղ եւ ոչ միայն շփվում եմ գյուղացիների հետ, այլ աշխատում, հաց կիսում, ապրում նրանց հետ։ Ժամանակի առումով ինքս չեմ զբաղվում այգու։ Հայաստանում կա այնպիսի վայր, որտեղ կուզենայիք հանգստանալ։ Հայաստանի յուրաքանչյուր անկյուն ինձ ցանկալի է։ Չկա մի վայր Հայաստանում, որ չսիրեմ։ Ուղղակի ես ողջ կյանքիս ընթացքում հանգստանալ չսովորեցի։